Ազգային ժողովի հակխմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր Ադրբեջանի հայտարարում է, որ Հայաստանում ստեղծված է միջուկային զենքը։ Լրագրողը դիտարկում է բավականին սկանդալային հայտարարություն է։ Հիմա Հայաստանն ունի այն, թե ստեղծելու հնարավորություն ունի։ Բագրատյանը նշում է, ել չեմ ուզում խոսել այդ մասին, ասացի այն, ինչ որ ասացի։ Խոսքը շարունակելով մատնացույց է անում հատկապես պատերազմական օրերին ի հայտ եկած սպառազինության խնդիրները։ Եթե պատերազմը ամսի 2-ին ապրիլի սկսվել ոչ թե 3:45 արդեն հիմա կարող ենք ասել, որտեղ զգուշացել ենք հիմա այդ բանը անցել է, 1:30, մենք չգիտենք ինչով կավարտվի, որտեղ 3:45 սկսեց, առաջի ժամանկեսը մենք չենք կարող լիարժեք կռվել, հետո լույսը բացվեց, սկսեցին կռվել։ Ամբողջ այդ բանով իմ գնահատմամբ ես Facebook-ի մեջում կախել էի գները, այդ ամբողջը որպեսզի զինվորը գիշերը տեսնի, մի քանի միլիոն դոլարի պատմություն։ Հրանտ Բագրատյանը նշում է, որ այդ սարքերը ժամանակին տեղական օրբիտագործարանում էին արտադրվում եւ այդ առումով Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ այն ժամանակ նույնիսկ առավելություն ուներ։ Որոշ սարքեր, ասենք գիշերը տանկը վարելու հարցում։ Անդրադառնալով իր եւ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից շրջանառության մեջ դրված նախագծին համաձայն, որի պետք է Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ու հարցին, թե այս փուլում ինչ կտա հանգամանքը Հայաստանին եւ արդյոք այն Ադրբեջանի համար չի դառնա քարտ բլանշ, լայնածավալ պատերազմական գործողություններ սկսելու համար հակպատգամավորը պատասխանում է. Եթե Ադրբեջանն ուզենա լայնածավալ գործողություններ սկսել կնայի, մենք ճանաչել ենք թե ոչ։ Սա Էդվարդ Նալբանդյանի տրամաբանությունն է։ Որը նշանակում է տրամաբանության բացակայություն։ Ինչ եք ուզում։ Խի Ադրբեջանը եթե ուզենա որ հարձակվի կոչիչացնի մեզ, կխնայի, հա մեզ, կասի, վայ, հələ չեն ճանաչել։ Ճանաչեն նոր հարձակվեն։ Այսօր մեզ դա պետք է որ Ղարաբաղը ժողովուրդն իմանա, այսօր Մարտակերտից ժողովուրդը դուրս է գալիս, չգիտի ինչ անի։ Ծանրա։ Մարտակերտը, Մադաղիսը, սահմանային բնակավայրը, որ մենք հետևներ կայացնենք, մենք ձև չունենք։ Մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ ենք, կամ բոլորս իրար հետ կործանվում ենք, կամ հաղթում ենք։ Արմինե Ավետիսյան, Մարատ Հավանիսյան, Առաջին լրատվական։